Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ քաղաքագետ Ազատ Ադամյանն էր, ողջույն Ազատ, շնորհակալ եմ հրավերից ճանաչելու։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Մենք մեր եթերներում խոսել ենք Իրան-ամերիկյան հարաբերությունների լարման մասին եւ պատերազմից առաջ 12-օրյա պատերազմից հետո մենք երբ խոսում ենք, դուք վստահ եք, որ առավել մեծ չնայած բոլորը խոսում են խաղաղության մասին, բոլոր ասելով մարդիկ ովքեր այդ իրադարձությունների մասին ինչ-որ մեկնաբանություններ էին անում, որ խաղաղություն հաստատվեց, Միացյալ Նահանգներն ու Իրանը ինչ-որ համաձայնության կգան, դուք եւ էլի կային փորձագետներ, քաղաքագետներ, ովքեր ասում էին, որ պատերազմը չի ավարտվել, այն ուղղակի նախապատրաստական փուլ է մտել ավելի լայն հարձակման համար եւ այո սկսվեց ավելի լայն հարձակումը փետրվարի 28-ով պատերազմական գործողությունները 40 օրից մի փոքր ավել տևեցին եւ հիմա էլ երբ բոլորը խոսում են բանակցությունների մասին հաստատված է հրադադար Թրամփը էլի անկանոն ինչ որ հայտարարություններ անում խոսում է խաղաղության մասին բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների զորքերը տարածաշրջանից հետ չի քաշել դրանք ավելի ուժեղացվում են եւ տեսնում ենք նաև որ Իրանը հասկացել է որ ինքը զիջելու տեղ չունի, չի կարող այս պայմաններում կոմպրոմիսի գնալ, որովհետև Միացյալ Նահանգները ուզում է իրենց ոչնչացումը։ Հիմա ինչ են պատրաստվում այս երկու երկրները եւ արդյոք մենք կտեսնենք այն ցամաքային ներխուժումը, որի մասին եւ Թրամփն է ակնարկել եւ Իրանում մտահոգություններ կան եւ ինչպիսի հետևանքներ կլինեն խնդրեմ։ Ուրեմն երբ Թրամփը վերընտրվեց նախագահի պաշտոնում Ամերիկայում լաթարից հետո էլի նորից վերընտրվեց Ամերիկայի նախագահ մենք փուլերի բաժանեցինք գիշեք Իրանի դեմ գործողությունները սկզբում կգա Թրամփը այդ Նոբելյան մրցանակ ստացողի դիմակով է փորձելու հարցերը լուծել, այսինքն փափուկ ուժով գունավոր հեղափոխությամբ կհասնեն նրան, որ Իրանում տեղի կունենա իշխանափոխություն եւ կամ կլինի ներքին ինչ-որ մի փոփոխություններ, որը կհաստատի ամերիկահպատակ իշխանություններ։ Սա առաջի փուլն էր, որը լինելու էր բացառապես փափուկ ուժով։ Երկրորդ փուլը ասել ենք լինելու է եւ փափուկ ուժ եւ թիրախային հարվածներ։ Եվ դա 12-օրյա պատերազմ։ 12-օրյա պատերազմ էր եւ այս պատերազմն էր ինքը որպես այդպեսին, ելի երկրորդ փուլի ավելի ինտենսիվ, ավելի տեղային հարվածներն էր ու ավելի թիրախային հարվածների մասին էր։ Ինչու է այդ վստահությունը որտեղից էր գալու, որ Իրանում, տարվա սկզբին ենք խոսել էլի այդ թեմայով, այստեղ, որ Իրանում էլի գործողություններ են լինելու։ Պատճառն ինչն էր։ Ուրեմն, երբ հայտարարություն տարածվեց, որ դեպ ներողություն միջանկյալ մի գործողություն էլ եղավ, չէ՞, ներքին խժդժություններ գունավ, այո, հենց այդ երկրորդ փուլի համատեքստում էր էլի, որ ձմռանը Իրանում ներքաղաքական պրոցեսներ են գեներացնում ներքին խժդժություններ, որպեսզի հասնեն գունավոր հեղափոխության։ Ուրեմն, ինչու՞մն էր այն վստահությունը, որ ինչ որ մի բան Իրանում լինելու է, քանի որ հունվարին արդեն մամուլում հայտնվեց պաշտոնական այն բանը, որ մարտի 31-1 եւ 2 ապրիլի պետք է Թրամփը պաշտոնական այցով 8 տարի չի եղել, գնա Չինաստան։ Այսինքն ինքը Չինաստան չէր կարող գնալ հենց այնց։ Ճիշտ է, մենք խոսում ենք հավաքական արևմուտքի ինչ որ մի բան պետք է ունենար, որպեսզի Չինաստանին որևէ զիջումներ կորսեր, այսինքն ուժեղ դիրքերից պետք է գնար։ Տեսեք, եղավ այդ գործողությունները Իրանում, որը հակառակ էֆեկտ ունեցավ եւ հետաձգվեց Թրամփ Սիցինպին հանդիպում, հետաձգվեց ժամկետը հասկանալի չի եղել։ Հետաձգվեց մայիսի 1, 2, 3, 4, հիմա նոր ժամկետ դրանից հետո նոր ժամկետ սահմանեցին 14-15, հիմա որպես այդպեսին մայիսի 14-15
պետք է որ լինի հանդիպում, բայց չեմ կարծում հիմա որևէ կտրուկ բան կարող են անել եւ Թրամփ ուժեղ դիրքերից գնա Չինաստան։ Այստեղ մի այլ բան էլ կա, երբ տեսեք, այդ ներքաղաքական խժդժությունից հետո Իրանում մենք ունենք խիստ պառակտված հասարակություն։ Այնտեղ այդ գիշեր կախաղանները բանը Իրանում ներքին լուրջ երկպառակտություն էր ստեղծել, բայց Պաքսի այդ deep state-ի այդ գործողությունները Ամերիկայով հոգևոր առաջնորդի սպանությունը եւ աղջիկների դպրոցի ռմբակոծությունը այդքան զոհերն ինչ արեցին, հասարակությանը ամրացրեցին եւ ավելի միասնական սարքեցին։ Սա մի բանի ցույցիչ է, որ որպես այդպիսին deep state-ի համար Ամերիկա գործիքը, Pax Americana գործիքը, իրեն սպառել է, ուղղակի ցանկացած Pax մեծ պատերազմով փորձում է, այսինքն այս 28-ի գործողությունը դա վաբանկներ կամ վերջնական կապիտուլյացիայի են ենթարկում տաք պատերազմով, սրա սկիզբն էր։ Կամ մենք ենք քանդվում։ Չէ, կամ վերջնական կապիտուլյացիայի ենք ենթարկում, բանը կամ մենք ենք քանդվում, բայց սա հակառակ էֆեկտ ունեցավ։ Այնտեղ իշխանությունն ավելի ամրացավ եւ ամեն ինչ տանում է նրան, որ Pax Americana-ն քանդվելու է։ Եվ բազմաբևեռ աշխարհ ինքը քաոտիկ է լինելու։ Այնքան ժամանակ, քանի նոր հեգեմոն, նոր Pax չի ձևավորվել եւ բոլորը ոնց որ հիմա կմիանան ընդդեմ մեկ Pax-ի։ Քանի ընդհանրապես բազմաբևեռ աշխարհ ինքը քաոտիկ է լինում, որովհետև ցանկացած բազմաբևեռ աշխարհն ինչ է, ամեն տարածաշրջանում մի հեգեմոն է լինում։ Իսկ հեգեմոնը փորձում է իր սահմաններից դուրս գալ։ Իսկ սահմաններից դուրս գալը բերում է քաոսի։ Այնքան ժամանակ, մինչև մի գերհեգեմոն է լինում եւ հաստատում է իր նրան ձեռնոցն հետո այլ պետություններ, այո, մինչև այսինքն բազմաբևեռ աշխարհը իր էությամբ քաոտիկ է լինելու, երկբևեռ աշխարհն է, որպես այդպեսի համեմատած կայուն լինում։ Հիմա այս իրավիճակի ֆոնին իշխանությունները, որը օգոստոսի 8-ից հետո Հայաստանի իշխանությունների մասնավորապես քարոզչական մեծ արշավ են տանում այսպես կոչված տրիպի մասին, հիմա իրենց միակ ձեռքբերումը եղել է այն, որ պետդեպին խնդրել են ու կարճ մեկնաբանություն անել, որ այո, տրիպը շարունակում է մնալ մեզ համար առաջնորդություն։ Բայց կարծեք թե Միացյալ Նահանգների խնդիրներն այնքան խորն են, որ տրիպի ժամանակը ու հավեսը չունեն, ոչ միայն տրիպի, այլ Պարսից ծոցի իրենց դաշնակից երկրների հավեսը չունեն, այսինքն նրանց անվտանգությամբ չեն կարող զբաղվել, ուր մնաց տրիպի։ Որպես այդպեսին Ինչպիսին է տրիպի ճակատագիրը ձեր որպես այդպեսին իրենք չեն կարող իրենց այդ երկրների Պարսից ծոցի երկրների ճակատագրով զբաղվել որպես այդպեսին, որտեղ իրենց ստեղծած պետություններն են հիմա եկել է իրենց զոհելու ժամանակը, պետք է զոհեն։ Այդ խաղաղությունը թվացial էր եւ ժամանակավոր էր։ Մինչ այս ամենը բոլորի համար աշխարհի ամենախաղաղ տեղը եւ ներդրումային տեղը, որ աննորմալ եկամուտ է բերում անշարժ գույքի, չէ, շուկայում դա Էմիրատներն էր, որը մի քանի ժամվա ընթացքում դարավ ամենաանկայուն գոտին աշխարհում։ Նրանք այդպիսի խնդիր չունեն մտածելու էլի, թե ինչ կլինի այդ իրենց տակի երկրների ճակատագիրը։ Նրանք նմանց վրա առաջադրանք են դրել, միսիա ունեն նրանք կատարելու, այդ միսիայի ընթացքում կարող ընդհանրապես վերանան։ Իսկ ինչ վերաբերվում է Թրամփին, ինչ վերաբերվում է Թրիպին, տեսեք, եթե Pax Americana-ն պահում է իր դիրքերը, Pax-ը մնում է, նշանակում է պետք է Իրանում իշխանափոխություն լինի եւ Pax Americana-ին հպատակ իշխանություններ կան։ Այդ դեպքում Իրանը դառնում է Թրիպ։ Իսկ հաղթելու դեպքում, եթե Իրանն է հաղթում Ամերիկային եւ Pax Americana-ն որպես այդպեսին մոնտաժվում է, ինչ Թրիպի մասին կարող խոսելը նույնիսկ հնարավոր է հետևանքներ ունենալ։ Հենց խոսեն Թրիպի մասին հնարավոր է։ Դե կարծեք այդ մտահոգությունից ելնելով իշխանությունները չեն խոսում շատ։ Իհարկե չեն խոսում։ Ուղղակի տեսեք հիմա այդ ծիծաղելի է հիմա թվում, դե կային մարդիկ չէ, ասում են, հեսա ռուսական ռազմաբազան դուրս է գալու եւ Ամերիկան իր բազաները դնելու է։ Այդ մարդկանց Բախտերս բերեց, որ Ամերիկան բազաներ չդրեց։ Հիմա մենք որ ասում ենք այդ օգոստոսի 8-ը Հայաստանի կապիտուլյացիայի ակտն է, երբ գնում է լրիվ
Ամերիկայի տակ։ Այս տակը սա ունենալով ենք ասում։ Այսինքն այս Իրանի գործոնը հաշվի առնելով Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի գործոնը հաշվի առնելով ենք ասում, որ դու գնում ես մեռնող պետությանն ես կողքն ես կանգնում, մեռնող պետությունից ես դու խաղաղություն վերցնում։ Pax American-ն որպես այդպեսին մեռնում է։ Այստեղ այս տաղավարից որ խոսում ենք, գիշեք նեֆրիտի սաղավարտից էինք խոսում, չէ՞։ Դե դա իրավիճակի է նման, որ ասենք 91 թվականին խորհրդային միությունից ինչ որ երաշխիքներ Այո, անվտանգության գնաս, արդեն Ելցինը նախագահ է, բայց գնում ես դու բան Գորբաչովից անվտանգության երաշխիք։ Գորբաչովից խնդրում ես, հենց այդտեղ շատ նուրբ պահ կա Ամերիկայում, այնտեղ տեսեք, այնտեղ կա Մոնրոյի դոկտրինի Ամերիկայի արդեն ջատագովներ եւ նրանք սկսել են եղանակ փոխել Ամերիկայում, գիշեք, դες մի բան է ուղարկել նորություն Washington Times-ից։ Հենց սրա մասին էր։ Այնտեղի այդ Մոնրոյի դոկտրինի Ամերիկայի ջատագովներն էին մեր մասով որևէ բան գրել։ Ասում են որ Փաշինյանը պարտվում է եւ ընտրությունները պիտի կեղծի։ Եվ այնտեղ կան Pax American-այի ջատագովներ, որը Թրամփն է։ Այս մեծ գլոբալ փոփոխությունների փուլում ենք եւ պետք է շատ ուշադիր լինել, էլի թե ինչ է կատարվում աշխարհում, ըստ այդմ գործել։ Բայց մենք ոնց որ որպես պետություն էսպա իշխանությանը դիտարկելով, հա, մենք ոնց որ գլոբալ փոփոխությունների ժամանակ որևէ փորձանք չենք ուզում բաց թողել։ Անպայման տեսեք, մեր մոտ է 100 տարի առաջ էլ Pax American-ն որ ստեղծվում էր, էլի մենք փորձանք բերեցինք մեր գլխին, ոչ թե լուրջ փորձանք ենք բերում, էլի ոչ թե սովորական։ Դա մենք դες թեթև փորձանքների բան։ Ավեշ չունենք դες փորձանքի չափը մոտավորապես ասենք 73, Օլթի Փենյակով Հայաստանը 1919 թվականին 1920 թվականին արդեն 1920 թվականի հունիսից Օլթի Փենյակի այդ շրջանները ազատագրելուց հետո Հայաստանը 73000 քառակուսի կիլոմետր էր մոտ։ Քամուն հակառակ գնացինք մի քանի ամիս անց, 4-5 ամիս անց, արդեն ստորագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որտեղ Հայաստանը 9200 քառակուսի կիլոմետր էր։ Սիրում ենք էլ այդ գլոբալ փոփոխությունների ժամանակ քամուն լրիվ հակառակ գնալ։ Եվ այդ աշխարհակահաղական քամուն դեմ կոնկրետ գործել, ինչի արդյունքում է լինի։ Լավ, հիմա իրանական պաշտոնյաներին ենք լսում, երեք գոնե լսում էի այդ պաշտոնյային, ով ասում էր որ պատերազմը վերսկսելու է, այսինքն չնայած բանակցությունները երկրորդ տեսեք, խնդիրը որն է այնտեղ։ Հնարավոր է երկրորդ փուլի տրամաբանությամբ լինի, այսինքն թիրախային հարվածներ էլի կրիտիկական կետերին փորձեն հարվածել եւ էլի ներսում բան փոխել, որը կարող է միանգամից երկրորդ փուլը առանց ավարտվելու անցում կատարվի երկրորդ փուլի ասել է թե ցամաքային գործողությունների, որը ռեգիոնը թաղելու է այրան մեջ։ Այդ ժամանակ անմասն չի մնալու Ադրբեջանը, ինչը մեր համար խիստ վտանգավոր է։ Անմասն չմնալու մասով ասցիք, օրս լսում էի ամերիկյան վերլուծաբանի մի ոդկաստ, որտեղ ասում էր, այսպես չեմ հիշում ում էին հղում տալի, բայց ասենք լուրջ աղբյուրը, ասում են, որ ամերիկյան պաշտոնյաները ստացել են հավաստիացում Հայաստանի իշխանություններից Նիկոլ Փաշինյանից, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կտա տարածք Իրանի դեմ գործողությունների Միացյալ Նահանգների համար։ Գիտեք, ավելի հետաքրքիր կլինի թե դա վերջին փուլի արդեն քննարկել կարող է չտալ տարածք, քան ասենք կտա տարածք։ Չի կարող չտա տարածք, որովհետև իր իշխանության հովանավորը որպես այդպեսին Նիկոլ Փաշինյանի իշխանության լինելու հովանավորը հենց Ամերիկան է եւ այս փուլին իր համար տարածաշրջանում ծառայող Ադրբեջանը։ Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանության լինել չլինելը Ալիևի ձեռքում է։ Երբ ուզի Ալիևը Նիկոլ Փաշինյանը չի լինի իշխանության, որովհետև Նիկոլ Փաշինյանի ամբողջ իշխանություն քաղաքականությունը ճարտարապետված է խաղաղության վրա, որը կախված է Ալիևի մի հրամանից։ Մի հրամանով կարող է ամբողջ ճարտարապետությունը փլել եւ Հայաստանը ներսում վերածել քաոսի։ Լավ, գանք այդ եվրոպական քաղաքական ընտանիքի այդ համաժողովին, որ Հայաստանում տեղի է ունենում, այս ձայնագրության պայն դեռ տեղի չի ունեցել։ Ասում են Զելենսկին էլ է գալու Հայաստան։
Սա ինչ ուղերձ է, որ Հայաստանը լիարժեքորեն ընդունել են օրակարգը, որը ունի այդ աշխարհակահական բևեռ։ Իհարկե, միաբևեռ աշխարհի Սա օրակարգ։ երթման նման մի բան է, Զելենսկուն ընդունելը։ Այո, միաբևեռ Ինչի աշխարհի կբերի դա։ ինչ Որտեւ հետևանքների կբերի։ Ուրեմն Եվ Հայաստան Ռուսաստանի մասով Իրանի, որովհետև Իրանը եւս Ուկրաինայի մասով կոնկրետ հայտարարություններ ունի, Ուկրաինան տարածաշրջանում փորձել է վնասել Իրանի հնարավորությունները։ Ուրեմն իրենք որպես այդպեսին Պաքս հավաքական արևմուտքի դեմ, Պաքս Ամերիկանայի դեմ կռվող բոլոր պետությունները, երեք հիմնական պետությունները Ռուսաստան, Չինաստան եւ Իրան, Պաքս Ամերիկանային ծառայող պետությունների մասով հստակ գնահատական ունեն։ Հայաստանը այդ արարով այդ եվրոչինովնիկներին ընդունելով եւ Զելենսկուն ընդունելով ինքը բացահայտ բոլորին ասում է, որ ինքը միաբևեռ աշխարհի մաս է կազմում, այսինքն ինքը որպես այդպեսին սուվերեն պետություն չի, ընդունում է Պաքսը, ամերիկյան խաղաղությունը, ամերիկյան գաղափարախոսությունը, ամերիկյան ռազմաքաղաքական հեգեմոնիան եւ ամերիկյան գաղափարախոսությունը եւ ֆինանսատնտեսական համակարգն է ընդունում։ Լավ, այդ հավատարմության երթումը տվեց, բոլոր այսպես կնիքները ստացավ, որ Պաքս Ամերիկանայի տարածք է Հայաստան, հա։ Արձագանքը Իրան, Ռուսաստան ինչպեսին կա։ Բոլորի կողմից այլևս մենք դառնալու ենք թիրախ։ Այս քաղաքականությունը Հայաստանի դեմ, Պաքսի քաղաքականությունը դեր ահագին երկար ժամանակ առաջ է սկսվել։ Ինչ էին անում Հայաստանին այն ժամանակ Իրան-Հայաստան հարաբերություններում աշխարհակահաղական առումով, որպես այդպեսին առանցքային դեր չուներ հավաքական արևմուտքի համար Իրան-Հայաստան հարաբերությունները։ Հայաստանի մասով միշտ Ռուսաստանն է եղել։ Իրենք ինչ էին անում տարիներ շարունակ, դեռ երկար տարիներ շարունակ։ Հայաստանին պահում էին հակառուսական գծի մեջ, Ադրբեջանին այնպես էին անում, որպեսզի Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում կարմիր գծեր չհատվի, ինչը թույլ կտա Ադրբեջանին գործելու, Ռուսաստանին չգործելու։ Բայց ինչ որ մի պահի այդ Ադրբեջանի մասով վարվող քաղաքականությունն էլ վերջացավ Ռուսաստան-Ադրբեջան, որովհետև այլևս արդեն Ադրբեջանը գերիշխանություն ունի, սուվերենն է Հարավային Կովկասի։ Եվ դրանից հետո արդեն Ալիևի իր բերանով 25 թվականի օգոստոսին հայտարարեց, որ մենք օկուպացված ենք եղել Սովետական Միության կողմից 70 տարի։ Շատ լավ, շնորհակալ եմ Ազատ հետաքրքրությունների համար, դեռ կհետևենք իրանական իրադարձություններին, որովհետև պատերազմի վտանգային ամենայնիվ մնում է լայնածավալ, ընդ որում շատ ավելի դաժան հետևանքներով։ Ես շեշտեմ զրուցում էի քաղաքագետ Ազատ Ադամյանից, տեսություն կհանդիպենք։